Օրեր առաջ ես գրել էի Սարդոստայնից կախված տերևի մասին, այդ պատկերը ես տեսա Կոնդում և այն մեծ տպավորություն գործեց ինձ վրա, իրականում ինչ էր դա, կարծես ոչ ողջ է, ոչ մեռած, այլ կախված է մնացել օդում Սարդոստայնի շնորհիվ, ոչ այստեղ է, ոչ այնտեղ, մի տխուր վիճակ տերևի համար, ավելի լավ է մեռնել, քան կախված մնալ օդում, քան չիմանալ որտեղ է ինքը գտնվում, այդ պատկերը երևի հենց այդ պատճառով ինձ վրա շատ ազդեց և դարձավ բանաստեղծություն, որի մասին նույնպես գրել էի, իմ կյանքը բանաստեղծությունը, որը տպագրված է Վերածնվիր գրքում, 2025 թվականին է այս գիրքը լույս տեսել, ես արդեն սրա մասին խոսել եմ, բացի այդ բանաստեղծությունը, այն ևս մեկ այլ բանաստեղծության մեջ նույնպես այդ պատկերը ես փորձեցի օգտագործել և ընդհանրապես Սարդոստայնից կախված տերևի պատկերը այս կամ այն ձևով ես փորձել եմ օգտագործել տարբեր բանաստեղծություններում, իհարկե որոշ դեպքերում հաջողվել է, որոշ դեպքերում այդպես էլ այդ բանաստեղծությունները սևագրեր են մնացել և բնականաբար լույս աշխարհ չեն եկել, քանի որ շատ գործեր պես էլ սևագիր են մնում։ Հիմա ես ուզում եմ կարդալ այդ բանաստեղծությունը և երևի հետայսու մեր շփումները այս ձևով լինեն, մի քանի խոսք տվյալ բանաստեղծության մասին, բայց փիլիսոփայական խոսք, որովհետև բանաստեղծությունները չեմ ուզում իմ գրած գործերը, ես պարզապես չեմ ցանկանում պատմել, ներկայացնել դրանք, թե ինչպես է գրվել, ինչ է նշանակում և այլն, և այլն, և այլն, քանի որ եթե ես դա անեմ, կդնեմ կաղապարների մեջ և ընթերցողը իմ աչքերով կկարդա իմ բանաստեղծությունները, դա ճիշտ չէ, քանի որ իրականում նույնիսկ ես ամբողջությամբ իմ գրածը չեմ կարողանա բացահայտել, քանի որ դա ի վերջո ամեն մարդու սուբյեկտիվ ընկալումն է, մարդը և գիրքը, ընթերցողը և գիրքը երկու, այսպես ասած, անվերջություններ են, նրանց միջև գոյանում է աշխարհ, տարածություն և այդ տարածությունը հենց իրենցն է և այդ աշխարհում այդ երկուսն են, գիրքը և ընթերցողը։ Մի խոսքով, հիմա կարդամ բանաստեղծությունը։ Ներշնչանք է կյանքս ու մեծ պատրանք, ես գիտեմ դու էլ ես երազ եղել, չցանկացա երբեք ես արթնանալ, և հեքիաթն իմ լարի նման ձգվեց, ոչ մի գրիչ աշխարհի մեջ չկար, որ հեքիաթիս վերջաբանը գրեր, ես մնացի աշխարհի պես մենակ, անօգնական ընկած ջրհորի մեջ, ես ուզեցի անկեղծության թանակ, որ նրա մեջ իմ արյունը խառնեմ, ես խնդրեցի մի քիչ ձիրք ու տաղանդ, որ հեքիաթս արցունքներով գրեմ, մի մեծ սեր է կյանքս ու մեծ պատրանք, ինչն է իմ մեջ քեզ հարազատ եղել, ես ուրիշ եմ և իմ ծառը չկա, որ նրանից տերևի պես կախվեմ, ինչ գրել եմ պարզությամբ եմ ցողել, բայց հեքիաթս անորոշ է մի քիչ, կյանքս մի մեծ ներշնչանք է եղել ու մի պատկեր, որ կախված է պատից։